Ես Մարիետա Լազարյանն եմ, ծնվել եմ այս Չորաթան գյուղում, այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ, այստեղ աշխատանքի եմ ընդունվել, Չորաթանի միջնակարգ դպրոց, սիրով աշխատել եմ, տարիքս լրացել է, հրաժեշտ են տվել, ասե գնա։ Հիմա ամուսինս այս գյուղի համար շատ է աշխատել, շատ է պայքարել, այն վատ տարիներն էին 88-ից որ սկսվեցին Ղարաբաղյան շարժումները, ինքը առաջին գծում էր, հավաքում էր գյուղի երիտասարդներին, ով հրացան ուներ, այ մեր վարուժն էլ ուներ հրացան, իրանց տանն էլ կար, զորապիններ թերը, սա վերցրեցին, այդ ջահելներին հավաքեց, գնում էին գյուղի սահմանը, ներքշենա կոչվում մեր այդ սահմանը, գնում էին այնտեղ հերթապահում էին։ Մի խոսքով կարողացավ երիտասարդներին հավաքել իր շուրջը, կազմակերպեց երկրապահ կամավորական ջոկատը, որի ղեկավարն էր ինքը, բայց կյանքը այնպես դասավորվեց, որ ինքը զոհվեց սահմանին։ Այդ ծանր պահերին կիսուրս էլ կար, մեծ կիներ, տառապում էր, բան հուսատու էլի մարդիկ էին պետք նրան։ Եվ այդպես ապրեցինք, հիմա էլ ապրում ենք, աշխատում ենք, թեկուզ եթե գործով չենք կարողանում խոսքով, մի լավ բան ասենք, շենացնենք գյուղը։ Գյուղն էլ արդեն ինձ թվում է ավելի լավ է հիմա, երիտասարդները գյուղում մնում են, եթե առաջ ոչ մի երիտասարդ չկար, հիմա այդ գործարանն էլ բավականին օգնեց, երիտասարդները, ջահելները մնում են գյուղում, աշխատում են, իրենց հողերը մշակում են, ինձ թվում է արդեն լավ է էլի կյանքը, ինձ այդպես է թվում։